Մենք առաքինություններից կարևորագույնը համարում ենք խոնարհությունը, որտեղ խոնարհությամբ մենք հաղթահարում ենք հպարտությունը, իսկ հպարտությունն ինչը առաջին մեղքը տիեզերական, մեղքը հպարտությամբ մուտք գործեց աշխարհ, եւ եթե տիեզերական առաջին մեղքը խոնարհությամբ պետք է հաղթահարենք, ուրեմն դա առաջին առաքինությունն է, բայց ցավոք սրտի մարդիկ շատ անգամ չեն հասկանում ինչ է խոնարհություն, իրապես չեն հասկանում, չի սահում, այսօրվա աշխարհիկ մարդու ուղեղի մեջ ավելի առաքինությունը համարվում հպարտություն, քան թե խոնարհություն, հա, ասում են ինչ խոնարհ, հպարտ պետք է լինես, քո սկզբունքի տերը պետք է լինես, բռի ցիպ չունենաս, այսպես, տեսեք իրանք ինչքան շփոթմունք ունեն իրենց մեջ, իրանք խոնարհությունը չեն հասկանում ինչ է, խոնարհությունը դա խոնարհամտությունը, խոնարհությունը դա ներքին բարձր կատարյալ որակ է, իրանք խոնարհություն, քանի որ իրենց կյանքը մենակ մարդկային հարաբերությունների մեջ է արտահայտվում, իրանք մենակ դրսի համար են, ներսում ոչ ինչ չկա, իրանք խոնարհությունը համարում են ստրկամտություն, ստրկություն, որ խփում են մյուսը դեմ չպետք է ասում գլուխ տաս ջարդես, եւ այդպես էլ իրենց երեխաներին են դաստիարակում, որ մեկը քեզ խփում է քարը դու գլխի, հա, այսինքն ինչքան ենք ցածրացել մենք դարձել է ուժեղի մեջ էլ թույլն եմ եղավ, որ ջունգլիների օրենքներով ենք մենք առաջնորդվում, հա, բայց իրականում Քրիստոս ինչա մեզ սերն է քարոզում, որ չարը բարիով հաղթահարի, ների որ ներում ստանաս, սեր, բայց աշխարհում ուր է այդ սերը, ուր է ներելը, հպարտությունն է լավը, ոչ թե խոնարհություն, հիմա, բա մենք ո՞նց անենք, հիմա աշխարհում լինենք, թե մեր ներսում լինենք, մենք ներսում ներս պետք է լինենք, աշխարհում ուրիշ օրենքներով պետք է ապրենք, մենք ցավոք սրտի պետք է այդ սահմանը դնենք, ավետարանում նույնը Քրիստոս ինչ ասում է, եղեք միամիտ աղավնիների նման, խորագետ օձերի նման, խոնարհամիտ եղեք ձեր մեջ, աղավնու մաքրությունը, խոնարհությունը ձեր մեջ պահեք, դրսում խորագետ եղեք օձերի նման, ինչու, որտեղ դու ներսն ու դուրսը չպետք է շփոթես, եւ Քրիստոս էլ է ասում, երկնքի արքայությունը ձեր մեջ է, ոչ թե ձեզնից դուրս է, այլ ձեր մեջ է, ձեզնից դուրս չկա երկնք,